Հայաստանի ԱԺ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մայիսի 15-ին վարույթ է հարուցել վարչապետ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ։ Մայիսի 7-ին վարչապետն ու կառավարության անդամները խորհրդարանում պատգամավորների հարցերին էին պատասխանում։ Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հարցրին, ինչու են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող ու կոռուպցիան կասկած պարունակող մամուլի հրապարակումները։ Սրանի պատասխան վարչապետը ասաց, մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա սաղիթ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պատվալը։ Փաշինյանը ընդդիմադիրներին հորդորեց վեր ընկնել տեղը, չուտել իր ներվերը եւ դիմեց նրանց համբալով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանի դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Ըստ հաղորդման ձերբակալվել է 1 անց ավելի վաղ, Փաստ ինֆոն գրել էր, որ դեղատան 3 հասցեում գտնվող քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մանկսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակվել է որպես իրեղեն ապացույց 390,000 ԱՄՆ դոլար, նշելով, որ չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածից մայիսի 23-ին արձագանքել են Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հայտարարություններին, դրանք ստահոդ որակելով։ Գեղձիքի տարածման մեջ գերազանցերով ինքն իրեն Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում եւ տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը, անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածի մայրտաճարը գտնվում են պատմական ադրբեջանական հողում եւ հայերը որպես թե յուրացրել են այդ տարածքները, նշված է հայտարարությունում։ Եկեղեցին զավեշտալի է որակել, որ խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ականների երկրորդ կեսին ադրբեջանցի էթնոնիմին ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի։ Համացանցում հայտնի սևամորթ երեխաները, որոնք հայերեն երգում ու պարում են, այս անգամ տեսանյութ են հրապարակել, որում ամենքն ասում է, թե ինչ հայկական անուն գիտի, ցանկը գլխավորում է Լուսինե անունը։ Եկեք խաղանք այս խաղը։ Ամեն մեկետ այստեղ ասում է իր իմացած հայկական անունը։ Դե սկսեցինք։ Դու Լուսինե։ Դու Հայկե։ Դու Արմեն։ Դու Արափի։ Դու Ռևան։ Դու Արտուր։ Դու Մարիամ։ Դու Աննա։ Դու Հովանես։ Հայ բլոգերը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել Հռոմից, որում ցույց է տալիս աշխարհի ամենահին քարտեզը։ Այդտեղ տղան ցույց է տալիս հատվածը, որում գրված է Արմենիա։ Ժողովուրդ նայեք Կոլիզեյ, ես Հռոմում եմ։ Այս Կոլիզեյի պատին ամենահին աշխարհի քարտեզը, ուստեղ նայեք։ Ընդամենը 6-7 երկիրներ են նշված, որտեղ որ Արմենիա, տեսնում եք, այս վերևը Արմենիա։ Չկա ոչ Թուրքիա, ոչ Ադրբեջան, չկան ռուսներն էլ հետները։ Դե նայեք։